Հռոմեացիներին 7-րդ գլուխ։ Թե չգիտեք, եղբայրներ, օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։ Ամուսնացած կինն օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից։ Ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա, իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից, և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։ Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրներ, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն նրան, ով մեռելների ցարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ Քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղսալի կրքերը, որ օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ, մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար։ Բայց հիմա ազատված ենք օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որի գերին էինք, որպեսզի ծառայենք հոգու նորոգությամբ և ոչ թե գրի հնությամբ։ Արդ ինչ ասենք, օրենքը մեղք է, քավ լիցի, բայց մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունը չէի ճանաչի, եթե օրենքը չասեր մի ցանկացիր։ Պատվիրանը մեղքի պատճառ դարձավ, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կյանք առավ, և ես մեռա։ Նույն այդ պատվիրանը, որ կյանքի համար էր, իմ մահվան պատճառ դարձավ, որովհետև պատվիրանները հնարավորություն ընձեռեցին, որ մեղքը խաբի ինձ և սպանի։ Հետևաբար, օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար ու բարի։ Ուրեմն բարին ինձ մահ պատճառեց, քավ լիցի, բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։ Գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ, մեղքի տիրապետության տակ վաճառված։ Չեմ հասկանում այն, ինչ գործում եմ, ոչ թե անում եմ այն, ինչ ուզում եմ, այլ անում եմ այն, ինչ ատում եմ։ Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, վկայում եմ, որ օրենքը բարի է։ Արդ ես չէ, որ գործում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն ոչ։ Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում։ Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Եվ արդ գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ես ուզում եմ բարին անել, ինձ չարն է ներկայանում։ Ինձ հաճելի է Աստծու օրենքը ներքին մարդու տեսանկյունից, բայց իմ անդամների մեջ ուրիշ օրենք եմ տեսնում, որ մարտնչում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է պահում մեղքի օրենքին, որ իմ անդամների մեջ է։ Տառապած մի մարդ եմ ես, ով կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։ Բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրենքին, իսկ մարմնով մեղքի օրենքին։